Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդիմիրը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հանդեպ վարում է անբարեխիղճ եւ ոչ բարեկամական քաղաքականություն, օգտագործելով Ռուսաստանի Դաշնության տրամադրած ֆինանսական եւ տնտեսական հնարավորությունները։ Նրա խոսքով Փաշինյանը քաղաքական բոլոր որոշումներն արդեն կայացրել է հօգուտ Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված արևմտյան երկրների։ Ռուսաստանի գործարար ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստ չէ ընդդիմադիր լիդերի կարգավիճակին։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տված հարցազրույցում անդրադարձել է ԵԱՏՄ-ից կամ ԱՊ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությանը, Աշխաբադ կատարած այցի ընթացքում ռուս պաշտոնյան ստեղծված իրավիճակը որակել է տարօրինակ եւ ոչ տրիվիալ եւ նշել, որ ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական հաստատությունների ավելի քան 12000 շրջանավարտների համար այսօր հնչել է դպրոցական վերջին զանգը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց եւ Կոտայքի մարզի Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց, շնորհավորելու շրջանավարտներին վերջին դաս միջոցառման կապակցությամբ։ Նախարարը նաեւ նշել է, որ պետությունը միշտ ձեր կողքին է եւ ձեր աջակիցը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Միլիքյանը հրապարակել է ազգային ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկը հունիսին կայանալիք երկու ընկերական հանդիպումների համար։ Արտասահմանում խաղացող ֆուտբոլիստներից ազգային հավաքական հրավիրվածների ցանկում են գրկվել Օգնեյ Չանչարևիչը, ինչպես արդեն հայտնել էին, Ուգոչովկու Ուիվուն, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, Ֆին Գերգյուսոնը չեն միանա ազգային ընտրանում վնասվածքների պատճառով։ Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք կսկսի հունիսի 1-ին։